Եթերում հերթապամաս հաղորդաշարի Կիրակնյուրյա թողարկումն է, բարև ձեզ, հաղորդման մեջտեղ գտած նյութերը նախ ամփոփ տեսաշարով։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ստուգարքների ընթացքում մասնագիտական ցածր գիտելիքներ ցուցաբերելու համար 4 բաժնի պետերի հայտարարվել է նկատողություն, 11-ը խիստ նախազգուշացվել են։ Անծանոթ երկիր ժամանող ամեն ոք առաջին հերթին ցանկանում է ապահով զգալ իրեն, պաշտպանված բոլոր խնդիրներից, եւ հենց առաջին հերթին ոստիկաններից է տպավորություն ստանում ու համոզվում, անվտանգ է նոր միջավայրը, թե ոչ։ Երկուսն էլ նախկինում գողության համար մի քանի անգամ դատապարտվել էին, ու թեև նրանց տարբեր տեղերից ու տարբեր ժամերի էին բերման ենթարկել, անցած ուղին էլ գողության թիրախներն էլ նույնն էին, երթուղայինները։ Ոստիկանության պետի կողմից խնդիր էր դրվել ամենայն պատասխանատվության մոտենալ մասնագիտական պարապմունքների տարեշրջանն ամփոփող ստուգարքներին, իսկ որ դրանք ձևական բնույթ չեն կրում երևաց ստուգարքների ընթացքից։ Ոստիկանության պետի անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի հրամանով հաստատված թեմատիկ պլանով մասնագիտական պարապմունքներն ըստ գրաֆիկի անցկացվել են ողջ տարվա ընթացքում։ Պարապմունքներին, որոնք վարում էին ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողները, մասնակցել են տարածքային բաժինների պետերը։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մշտապես ընդգծել է, որ պարապմունքների խնդիրը պատասխանատու պաշտոնյաների մասնագիտական գիտելիքների կատարելագործումն է, ինչի արդյունքները դրվելու են նրանց ծառայողական պիտանիության գնահատման հիմքում։ Եվ այն, որ գործնական պարապմունքների ստուգարքային հանձնաժողովը ղեկավարում է ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանը, մեկ անգամ եւս վկայում է, թե ոստիկանության ղեկավարությունն ինչպիսի սկզբունքայնությամբ է մոտենում առաջադրված խնդիրների իրականացմանը։ Ոստիկանության պետի 2014 թվականի նոյեմբերի 19-ի հրամանի համաձայն տարեկան թեմատիկ պլանով նախատեսված մասնագիտական պարապմունքներն ամփոփելու նպատակով դեկտեմբերի 15-ից 19-ը հանձնաժողովը ստուգարքներ ընդունեց ոստիկանության տարածքային բաժինների 42 պետերից։ Ստուգարքային հանձնաժողովի խստապահանջ գնահատմամբ մասնագիտական գիտելիքների լիարժեք իմացության համար ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա բաժինների պետերից մեկն արժանացավ խրախուսանքի, մյուսների իմացությունը գնահատվեց բավարար։ Պարզվեց սակայն, որ կան նաև պաշտոնյաներ, որոնք լրջորեն չեն պատրաստվել պարապմունքների ամփոփմանը։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ստուգարքների ընթացքում մասնագիտական ցածր գիտելիքներ ցուցաբերելու համար 4 բաժնի պետերի հայտարարվել է նկատողություն, 11-ը խիստ նախազգուշացվել են։ Ոստիկանության պետի առաջին տեղակալի հրամաններով խիստ նախազգուշացվել են 3 բաժինների պետեր, իսկ 2-ի ստուգարքը պետք է ընդունեն համապատասխան մարզային վարչությունների պետերը։ Մասնագիտական ոչ լիարժեք պատրաստականություն դրսևորած բաժնի պետերին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում խորությամբ ուսումնասիրել թեմաները ստուգարքը վերահանձնելու համար։ 2014 թվականի թեմատիկ պլանով նախատեսված մասնագիտական պարապմունքների ստուգարքները կամփոփվեն դեկտեմբերի 22-ին։ Շարունակում ենք թողարկումը։ Քրեական քրոնիկոնը սկսենք մի հանցագործությամբ, որը բացահայտեցին ոստիկանության Նոր-Նորքի բաժնի աշխատակիցները։ Հայկ Գալստյանի ճակերտավոր քաջագործություններին մեր նախորդ թողարկումներից մեկում անդրադարձել էինք։ Տարբեր հանցագործությունների համար մի քանի անգամ դատապարտվել է գողություն, խարդախություն, վերջին անգամ ոստիկանության Ավանի բաժանմունքում էր հայտնվել ավտոառևանգման համար։ Նոյեմբերի 7-ի երեկոյան մի վարորդ իր վթարված ՎԱԶ-2106-ը թողել էր Ավանի Վախտանգով և Սաֆարյան փողոցների Խաչմերուկի մայթեզրին, և մինչ միջոցներ կձեռնարկեր հաջորդ օրն այն կարգի գցելու և տեղափոխելու համար, մեկ ուրիշն իր փոխարեն այդ գործն ավելի արագ էր գլուխ բերել։ Քաղաքացին նոյեմբերի 8-ին ժամը 22-ի սահմաններում ոստիկանության Նոր-Նորքի բաժին էր դիմել, պատմել, թե երբ, որտեղից են փախցրել 06-ը։ Ոստիկանները մեկնել էին նշված Խաչմերուկ, կարողացել էին մոտավոր պարզել մեքենան առևանգողի արտաքին նկարագիրը, իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել նաև կասկադյալի ինքնությունը։ Ոստիկանության Ավանի բաժանմունքում ստացված տեղեկությունների համաձայն ՎԱԶ-2106-ն առևանգել էր Երևանի բնակիչ Հայկ Գալստյանը, որը տեղեկանալով, որ ոստիկաններն արդեն իրեն են փնտրում, նոյեմբերի 10-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն, իսկ հաջորդ օրը ցույց էր տվել նաև, թե որտեղ է թաքցրել մեքենան։ Քննությունը շարունակվում էր։ Իրավապահները պարբերաբար Սարգսյանին դեռ ոստիկանության Ավանի բաժանմունք էին հրավիրում, երբ օրերից մի օր խելքին փչեց նոր արկածներ որոնել, իսկ մտահղացումը հենց ոստիկանությունում էր ծագել։ Դեկտեմբերի 18-ին Գալստյանը ավտոառևանգման գործով կրկին ոստիկանության Ավանի բաժանմունքում էր, երբ բանկում հաշվեհամարի հետ կապված թյուրիմացությունը շտկելու համար ոստիկանություն 2 քաղաքացուհի դիմեցին։ Հայկը ականջ էր դրել, հասկացել էր բանն ինչ է, հարմար պահ էր ընտրել ու մոտեցել աղջիկներին։
Մենք դրսում սպասում ենք եւ այդ պահին ոստիկանության բաժանմունքից մի մարդ մոտեցավ մեզ, ներկայանալով 6-րդ վարչության աշխատակից Հայկ Ղուկասյան, ասաց, որ դա իրենց աշխատանքն է եւ կօգնի մեզ այդ հարցում։ Պայմանավորվեցինք, եկավ մեր տուն, ինչ որ թղթեր բերեց, լրացրեցինք, գրեցինք ու ասեց, որ այդ աշխատանքի համար պետք է վճարենք 50,000 դրամ, բայց քանի որ այդքան գումար չկար, 37,000 դրամ գումար վճարեցինք իրեն, ինքը վերցրեց անձնագրիս պատճեն, բանկային քարտը եւ հեռացավ մեր տանից։ Զգացինք, որ ինչ որ բան այն չէ, էլի խաբված ենք, նորից դիմեցինք Ավանի ոստիկանության բաժանմունք։ Փաստը զարմացրել էր իրավապահներին։ Հայկ Ղուկասյան անուն ազգանունով 6-րդ վարչության աշխատակից չէին ճանաչում, բայց նման արտաքինով մեկին գիտեին, եւ նա ոստիկան չէր։ Ուժողի հետ ունեցած զրույցից կասկած առաջացավ, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Հայկ Գալստյանը։ Հայկ Մաչեի Գալստյանը դատապարտվել են 7 անգամ։ Բոլորն միամտության համար։ Տարված բացատրական աշխատանքների արդյունքում Հայկ Գալստյանը դեկտեմբերի 19-ին ժամը 22:00-ի սահմաններում ներկայացավ ոստիկանության նոր-նորքի բաժին եւ տվեց խոստովանական բացատրություն։ Յոգի միլիցու խոսակցությունը ասի 6-րդ վարչությունից է, խոսում կանենը մտնել սրացի, մի փող է պետք։ Ես մտածի վերցրի դրեցի տեղափոխությունների ջեբը։ Այս անգամ, ինչպես ասում են, փորձված աղվեսը երկրորդ անգամ էր թակարդ ընկել, դեպքի հանգամանքները պարզվում են։ Գրպանահատությունը դժվար բացահայտվող հանցատեսակ է, հատկապես եթե կատարողը տեղում չի բռնվել։ Իզուր չէ, որ մասնագիտական հմտություններ պահանջող այս հանցատեսակի դեմ պայքարի համար շատ երկրներում ստեղծվել են մասնագիտացված ստորաբաժանումներ։ Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները ոստիկանության Մալայզիայի բաժին բերման ենթարկեցին 2 գրպանահատի։ Երկուսն էլ նախկինում գողության համար մի քանի անգամ դատապարտվել էին, ու թեև նրանց տարբեր տեղերից ու տարբեր ժամերի էին բերման ենթարկել, անցած ուղին էլ գողության թիրախներն էլ նույնն էին՝ թիվ 70 երթուղայինները։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նշված միկրոավտոբուսներում 2 գողություն էր կատարվել։ Առաջին դեպքը դեկտեմբերի 6-ին էր։ Սեբաստիա-Տիչինա խաչմերուկից մինչև Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկն ընկած հատվածում ուղևորներից մեկի գրպանից գողացել էին անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը եւ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու տեղեկանքը։ Քաղաքացին, որ կարծում էր, թե կորցրել է փաստաթղթերը եւ դեռ գտնելու հույս ուներ, այդպես էլ ոստիկանություն չէր դիմել։ Իրավապահներն իրենք էին տեղեկացել կատարվածի մասին ու համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելիս դեկտեմբերի 16-ին ժամը 12:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցից գողություն կատարելու կասկածանքով Մալայզիայի բաժին բերման ենթարկեցին Էջմիածնի բնակիչ Արարատ Բաղումյանին։ Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց մի քաղաքացու անձնագիր, վարորդական վկայական եւ հանրային ծառայության համարանիշ։ Բաժնում Արարատ Բաղումյանը խոստովանեց, որ նշված փաստաթղթերը գողացել է թիվ 70 երթուղային ավտոբուսի ուղևորներից մեկի մոտից։ Մյուս դեպքը դեկտեմբերի 10-ին էր, ժամը 22-ի սահմաններում Անդրանիկի եւ Ռաֆու փողոցների խաչմերուկում գտնվող կանգառում երթուղայինից իջնելիս ուղևորը նկատել էր, որ Տաբատի գրպանից գողացել են 23,000 դրամ։ Քաղաքացին 102 էր զանգահարել։ Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ վերը նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Դավիթաշենի բնակիչ Գարիկ Գրեյանը, որին դեկտեմբերի 16-ին ժամը 18:30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցից բերման ենթարկեցին ոստիկանության Մալայզիայի բաժին։ Ոստիկանության Մալայզիայի բաժնում Արարատ Բաղումյանը եւ Գարիկ Գրեյանը տվել են խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է։ Ոստիկանության համակարգում կան ոչ միայն տարածքային, այլև մեկ գծային բաժին։ Բաժինը սպասարկում է հանրապետության տրանսպորտային ամենամեծ ու ամենակարևոր հանգույցը՝ Զվարթնոց օդանավակայանն իր հարակից տարածքով։ Այս պահին երկիր մոլորակի ողջ օդային տարածքում գտնվում է մոտավորապես 12,000 ինքնաթիռ, որոնք տեղափոխում են ավելի քան 800,000 ուղևոր։ 2010 թվականի տվյալներով օդային փոխադրամիջոցներից օգտվել է 2 միլիարդ 400 միլիոն ուղևոր, այսինքն 6 միլիոն 575,000 մարդ ամեն օր օդ է բարձրացել։
Բոլոր երկրների օդային դարպասները համարվում են կարևորագույն նշանակության ռազմավարական օբյեկտներ։ Օրինակ, աշխարհի ամենածանրաբեռնված ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի Հարֆիլդ-Ջեքսոն օդանավակայանը տարեկան ընդունում ու ճանապարհում է գրեթե 95 միլիոն ուղևոր։ Պեկինի Շոուդու օդանավակայանը տարեկան սպասարկում է ավելի քան 83 միլիոն մարդու։ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը 2013 թվականի տվյալներով հասցրել է ծառայություն մատուցել 72 միլիոն ուղևորների։ Այս թվերը նշում են, որ ավելի պարզ դառնա, թե ինչ հոսքի հետ կարող են շփվել Երևանի Զվարթնոց օդանավակայանի պահպանության ու անվտանգության պատասխանատվությունը կրող ոստիկանության գծային բաժնի ծառայողները։ Այս ստորաբաժանումը գործում է Զվարթնոց օդանավակայանի շահագործման պահից ու ծառայության բնույթից ելնելով իր առանձնահատկություններն ունի։ Նոր տերմինալի բացումից հետո Զվարթնոցը տարեկան ընդունում է ինչպես հայազգի, այնպես էլ օտարերկրացի 3 միլիոն 800 հազար ուղևոր։ Անծանոթ երկիր ժամանող ամեն ոք առաջին հերթին ցանկանում է ապահով զգալ իրեն։ Պաշտպանված բոլոր խնդիրներից եւ հենց առաջին հերթին ոստիկաններից է տպավորություն ստանում ու համոզվում անվտանգ է նոր միջավայրը, թե ոչ։ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողները 24-ժամյա ծառայություն են իրականացնում ինչպես օդանավակայանի 32,000 քառակուսի մետր մակերես ունեցող ահռելի տերմինալի, այնպես էլ դրանից դուրս գտնվող 22,000 քառակուսի մետր մակերեսով ավտոկայանատեղիում եւ հարակից տարածքներում։ Բաժնի պետի ծառայության գծով տեղակալ փոխգնդապետ Անթարանյանը երկրի օդային դարպասների հասարակական կարգն ապահովում է գրեթե 10 տարի, ծանոթ է աշխատանքի բոլոր մանրուքներին։ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժինը սպասարկում է Զվարթնոց օդանավակայանը ամբողջությամբ իր տարածքով։ Այսինքն մենք հիմա գտնվում ենք մեզ սպասարկող վարչական տարածքում։ Մենք ունենք այստեղ երթուղիներ, ծառայության վաշտը իրականացնում է երթուղիներ, ապահովելով հասարակական կարգն ու կանոնը, մարդկանց անվտանգությունը, հանցագործությունների դեմ պայքարը։ Ցանկացած քաղաքացի մի հատ իր տեսավ ստեղ, մի անգամից մոտենում ոստիկան ասում, այ ես իրս տեղը։ Ու մեր միջոցով այդ իրերը գտնում են իրենց տերերին։ Այսինքն վստահության տեսանկյունից քաղաքացիները վերջին շրջանում ավելի շատ են հաղորդակցվում եւ աշխատում ոստիկանների հետ։ Նույնիսկ դա թեթևացնում է աշխատանքը։ Իհարկե։ Գումարներ, մեծ քանակի գումարներ, վերջերս էլ 63000 ռուբլի մարդիկ գտել են, բերել են։ Մենք տիրոջը գտանք Ռուսաստանից։ Գծային բաժինը ոստիկանության միակ ստորաբաժանումը չէ, որ ծառայություն է իրականացնում օդանավակայանի տարածքում։ Այս մեծ ենթակառուցվածքի բնականոն աշխատանքն ապահովելու համար ծառայությանն են ներգրավված նաև ոստիկանության բարեկապահակետային ծառայության 5-րդ հատուկ գումարտակի ծառայողները։ Իսկ տերմինալի էստակադային երթևեկության անխափան ընթացքն ու կանոնների պահպանումը վստահված է ճանապարհային ոստիկանության ծառայողներին։ Զրուցակցից փոխանցմամբ միայն 2013 թվականին արձանագրվել է օդանավակայանի արգելված վայրերում ծխելու 48 դեպք։ 12 անձ վարչական պատասխանատվության է ենթարկվել օդանավակայանի տարածքում ոգելից խմիչք օգտագործելու եւ հարբածության համար։ Արձանագրվել է նաեւ օդանավակայանում վարքի այլ կանոններ խախտելու 54 դեպք, սակայն գծային բաժնի ծառայողների աշխատանքը չի սահմանափակվում միայն վարչական իրավախախտումների արձանագրմամբ։ Օպերատիվ փոխգործակցության շրջանակներում նրանք աշխատում են ինչպես ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության եւ Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության անվտանգության ծառայության հետ։ Այս ձևաչափի համագործակցությունն էլ ավելի ամրապնդում է մեր երկրի օդային դարպասների անվտանգությունը։ Աշխատանքի առանձնահատկություններից ելնելով վերոհիշյալ ծառայությունների հետ անդադար կապի մեջ է ոստիկանության գծային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Ստեփանյանը։ Օդանավակայանում գոտիները առանձնացված են, գործառույթները հստակեցված։ Մենք հիմա գտնվում ենք Զվարթնոց օդանավակայանի մեկնման սրահի ստերիլ գոտում։ Ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումը, նկատի ունեմ քրեական հետախուզության բաժանմունքը, իրավունք ունի ներկա գտնվելու ստերիլ գոտում եւ իրականացնել ոստիկանության արժեվ դրած բոլոր խնդիրները, սկսած եւ հասարակական կարգի պաշտպանումից, եւ հանցագործությունների նախակարգումից եւ բացահայտումից եւ հետախուզողների հայտնաբերումից, ինչպես նաեւ մնացած բոլոր ֆունկցիաները, որոնք դրված է
ոստիկանության ծառայության վրա ընդհանրապես։ Ստերիլ զոնայում ոստիկանության ծառայության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ոչ անցագիր ունեցող ոչ ծառայողները, որ չունեն անցագիր, չեն կարող ներկա գտնվել ստեղ։ Սա Զվարթնոց օդանավականի կողմից տրված անցագիր է համապատասխան, որտեղ որ նշված են բոլոր այն զոնաները, որտեղ որ կոնկրետ ծառայողը իրավունք ունի գտնվելու։ Մենք ունենք իրավունք գտնվելու այս զոնայում եւ նույնիսկ իրավունք ունենք գտնվելու օդանավի մեջ, եթե դրա անհրաժեշտություն առաջանում է։ Իհարկե, այս ամեն ինչը կատարվում է անհրաժեշտությունից ելնելով։ Եթե կա անհրաժեշտություն, ոստիկանությունը միջամտում է եւ համագործակցում է Զվարթնոց օդանավականի մյուս ծառայությունների հետ։ Օդանավակայանում օպերատիվ իրավիճակի պատասխանատուի փոխանցած տեղեկություններով միայն 2013 թվականին օդանավակայանից հայտնաբերվել կամ բերման է ենթարկվել 96 հետախուզվող, իսկ արդեն 2014 թվականի ընթացքում համատեղ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է օտարերկրյա պետությունների կողմից հետախուզվող 26 եւ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 63 անձ։ Մեր տեսանյութերում նկատած կլինեք, որ օդանավակայանից հետախուզվողներին ուղեկցում են քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի ծառայողները, սա ևս մի ստորաբաժանում է, որը հարկ եղած դեպքում ներգրավում է օդանավակայանում իրականացվող ոստիկանության ծառայության մեջ։ Սակայն օդանավակայանում ոստիկանության ստորաբաժանումների ցանկն այսքանով չի սահմանափակվում։ Տարածքում գործում է նաև անձնագրային եւ վիզաների վարչության Զվարթնոց օդանավակայանի անձնագրային ծառայությունը, որի պատասխանատուն մեզ տեղեկացրեց այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին։ Անձնագրերի վիզաների վարչության Զվարթնոց օդանավակայանի բաժինը, ինչպես բոլոր անցակետերը, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության սահմաններում, իրականացնում է հետևյալ գործողությունները։ Օտարերկրյա քաղաքացիների մուտքի վիզայի ձևակերպում այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար մուտքը սահմանված է հետևյալ կարգով։ Նախատեսված է վիզայի ձևակերպում։ Զվարթնոց օդանավակայանում ձևակերպում է ուրեմն անձնագրերի օտարերկրյա պետություններում անձնագրերի վավերականության երկարացում, ինչպես նաև անձնագրերի երկարացման գործունեությունը։ Եվ քանի որ ոստիկանության ներկայությունն օդանավակայանում բավականին ակտիվ է, իսկ օդանավակայանի նախկին մասնաշենքը, որտեղ տեղակայված է գծային բաժինն արդեն կիսափուլ, օդանավակայանի ղեկավարության կողմից ոստիկաններին նոր ու ընդարձակ տարածք հատկացնելու որոշում կայացվեց։ Այստեղ այժմ կատարվում են շինարարական աշխատանքներ։ Մոտ 3 ամիս անց Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները իրենց ծառայությունը իրականացնելու են արդեն ավելի մեծ եւ հարմարավետ տարածքում, որը նրանց տրամադրել է օդանավակայանը։ Գնանք ներս տեսնենք, թե ինչպես են շինարարական աշխատանքները ընթանում։ Ռազմավարական այս կարևորագույն օբյեկտի անվտանգությունն ու անխափան աշխատանքը, հասարակական կարգի ապահովումն ու օպերատիվ իրավիճակի վերահսկողությունն իրապես վստահված է իրենց գործի գիտակ ոստիկաններին, որոնք պատրաստ են կանխել, նախականխել ու հակազդել ցանկացած օրինազանցի, լինի հայ ազգի թե եկվոր, որովհետև երկրի օրենքի գերակայությունը սկսվում է նաև օդանավակայանից։ Ոստիկանություն հասարակություն, ոստիկանություն դպրոց կապն ամրապնդելու նպատակով կենտրոնի ոստիկանության վետերանների խորհրդի նիստերից մեկում որոշվեց դպրոցի տնօրենների հետ համաձայնեցնելով հոկտեմբերից մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների դպրոցների միջև անցկացնել մրցումներ ֆուտբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս եւ շախմատ մարզաձևերից։ Սպարտակիադան պատշաճ կազմակերպելու համար պրոֆեսիոնալ մրցավարներ էին հարկավոր։ Վետերանների խորհուրդը դիմեց նշված մարզաձևերի ֆեդերացիաներին եւ մարզական ընկերությունները դրական արձագանքեցին։ Մրցումներում ընդգրկվեցին 22 դպրոց եւ շուրջ 100 աշակերտ։ Հոկտեմբերի 7-ին մարզական միջոցառումների մեկնարկը տրվեց ֆուտբոլով։ Այս մարզաձևում հաղթող ճանաչվեց Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցը։ Հաջորդ մարզաձևի բասկետբոլի խաղերն անցկացվեցին Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում։ Առաջնությունն անցավ լարված եւ գեղեցիկ պայքարում։ Առաջին տեղը գրավեց Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին Մուշեղ Իշխանյանի եւ Արշավիր Շավարշյանի անվան դպրոցների սաները։ Սեղանի թենիսի առաջնությունը տեղի ունեցավ Դինամո մարզական հասարակական կազմակերպության դահլիճում։ Գեղեցիկ եւ վստահ խաղով հաղթողի կոչմանն արժանացան Արշավիր Շավարշյանի անվան դպրոցի աշակերտները։ Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին Մուշեղ Իշխանի եւ Խաչատուր Աբովյանի անվան դպրոցների մարզիկները։
Վերջին միջոցառումը շախմատի առաջնությունն էր, որն անցկացվեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը։ Այս մարզաձևում հավասարը չունեցավ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցը, որը համառ պայքարից հետո զբաղեցրեց առաջին տեղը։ Իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը նվաճեցին Խաչիկ Դաշտենցի եւ Եղիշե Չարենցի անվան դպրոցների հավաքական թիմերը։ Մրցումներն ամփոփելուց հետո հաղթող թիմերը պարգևատրվեցին գավաթներով եւ պատվոգրերով։ Պատվոգրեր ստացան նաեւ թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները։ Դպրոցի տնօրենները շնորհակալություն հայտնեցին ոստիկանության վետերաններին, նշելով, որ նման միջոցառումները կարևոր են ոչ միայն ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, այլև մատաղ սերնդի դաստիարակման գործում։ Մեր եթերաժամը մոտենում է ավարտին, դուք կարող եք դիտել եւս մեկ տեսանյութ, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք հաջորդ կիրակի, ցտեսություն։ Ավարտվում է տարին, ուրեմն ամփոփումների ժամանակ է։ Հայաստանի Դինամո մարզական հասարակական կազմակերպությունում էլ դեկտեմբերի 16-ին յուրատեսակ ամփոփում էր։ Կազմակերպության նախագահի տեղակալ ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը պատվոգրեր էր հանձնում իրենց հետ սերտորեն համագործակցած հասարակական կազմակերպություններին, ոստիկանության ստորաբաժանումներին, նաեւ արևելյան մարզաձևերի 20-ից ավելի ֆեդերացիաների։ Հիմնովին նորոգված լավագույն ավանդույթները վերականգնած Դինամոյի դռները միշտ բաց են։ Արդյունավետ է համագործակցությունը հաշմանդամ երեխաների խնդիրներով զբաղվող Ունիսոն կազմակերպության հետ։ 68 անդամներ անվճար հիմունքներով մարզվում են Դինամոյում։ Նույն հիմունքներն են կիրառվում նաև սիրիահայ 154 երեխաների, զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների երեխաների համար։ Ոստիկանության ղեկավարության որդեգրած քաղաքականության սկզբունքներին հավատարիմ մարզական կազմակերպությունը մտահոգ է նաև դժվար դաստիարակվող դեռահասների հարցերով։ Նրանց հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, արևելյան մարտարվեստների միջոցով արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով Դինամոն համագործակցում է ոստիկանության բոլոր այն ստորաբաժանումների հետ, որոնց մոտ հաշվառված են այդ երեխաները։ Յուրաքանչյուր ամփոփում նաև ենթադրում է ապագայի ծրագիր։ Դինամոյի նշաձողն առանց այն էլ բարձր է, բայց որպես մարզական կազմակերպություն դինամոյականները պատրաստ ու պատրաստակամ են այն էլ ավելի բարձրացնելու։ Քայլար քայլ դու կպարտ ու վստահ Եվ ոգով և ուշով դու կանցակ Ճանապարհ շատ երկար մեզ սատար դուք դարձաք Եվ եկաք ու հասաք միշտ պատրաստ Իմ էզուր կառուցվեց մի հսկա Մի բանակ որ պատրաստ է անմար Ատուցանալու ժամանքին աննկար Եվ հույսի հավատի մեզ պաշտպան Որ խոսում է հաստատ Միշտ խոհեմ աշխատանքի մեզ փակ Ձեր հոգում բեցան լույսի սմբաց Տիրոջ կամքով ստեղծված Ոստիկան բարբիրոց մեզ ոցան Դուք ապրեք կամքով զորեք Դուք նոր է ստեղծված Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։
Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։